Տիկին Գևորգյան, կխնդրեմ անդրադառնանք վերջին շրջանում տեղի ունեցող այս իրադարձություններին, որ պարբերաբար քպեականները հայտնվում են սկանդալային իրավիճակում, Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը, մեկը հայհոյանքով, մյուսը վիրավորանքով, իրար հարվածելով, ինչի մասին է սա խոսում, ինչու են քպեականները անընդհատ հայտնվում սկանդալային իրավիճակում։ Իմ կարծիքն ասեմ, հայտնվում են, որտեղ ցայտոտի մեջ են ընկել, արդեն քպեականները չգիտեն են ասում, փրփուրներից են կախվել, որտեղ արդեն ժողովրդի կողմից են քվեն չեն ունենա, ինչ իրանք սենց ցուցադրում են։ Մեր առաջնորդը մի քանի օր առաջ շեշտեց, որ զեկուցվել էր վարչապետին, որ 18%-ի անգամ չի կարողանա ինքը հավաքի, ինչքան ինչ ուզում են անեն, ինչքան ուզում են սրտիկներ նկարեն, քարոզարշավներ դուրս գան, ժողովրդին սարեր, ձորեր խոստան, մեկը իրանք արդեն զգում են, որ իրանց վերջն է եկես սա։ Եվ ես ասեմ, այո, մենք շատ վատ միջադեպ ա եղել, քանի որ խոսքը գնում է զոհված եւ անհետ կորած զինվորների ծնողների հետ կապված Եվ երբ արդեն բերման ենթարկեցին մեր կուսակցության նախագահին Պայստազորի սպային բերման ենթարկեցին, ամենավատն էր, որ ես եւ մեր կուսակցության խորհրդի բոլոր անդամները կոչով ուղիղ եթերով դիմեցին ընդդիմադիրներին, որպեսզի միանան Արաբկիրի ոստիկանության առջև, սակայն ընդդիմադիրներից ոչ մեկ մեզ չմիացավ, հակառակը ծնողներն էին միացել մեզ եւ մի քանի կուսակցության անդամներ Ուրիշ ժամանակ ընդդիմադիրների մեջ ընդգրկված են Պայստազորի սպաներ, սակայն ոչ մեկ մեզ չմիացավ, բայց այդ նույն ընդդիմադիր սպաները սենց ամպագորգոր գոռում են, մենք պետքա սահմաններ ունենանք, մենք պետքա հզոր բանակ ունենանք եւ այլն։ Եվ անցնեմ Ալեն Սիմոնյանի կողմից արած քայլին, ես գտնում եմ, որ ինքը անձեռնմխելի չի, ավելին մենք ռազմական դրության մեջ չենք գտնում, ինչքանով ես տեղյակ եմ, որ իրանք կարող են անձեռնմխելի լինեն։ Մենակ այդ ժամանակահատվածում է, որ ազգային ժողովի աշխատողները կամ ինչ որ սենց վերադասը գտնվի անձեռնմխելի վիճակում, ով էր իրան թույլ տվե արայով խոսել, ով էր իրան թույլ տվե հայոյանք անել։ Մի հատ իրանց էլ հայոյում ես ասարկում են, տանում են մարդկանց են կալանավորում, մարդկանց են սեկտերը փակում, մի հատ իրանց վիրավորելու համար, բա իրան ինչի չեն հիմա, խի ոստիկանությունը չի անդրադարձել իրան, վախենում են, որտեվ բոլորը կներեք խոնարհվում են անձի, իրենք չեն ծառայում Հայաստանի Հանրապետությանը, իրանք ծառայում են անձանց, խոսքս իրավապահ մարմինների մասին է, ես այդ օրը նույնպես ոստիկանության առջևել եմ ասել, անձին չպետք է ծառայես, այլ պետք է ծառայես Հայաստանի Հանրապետությանը։ Տիկին Գևորգյան, նշեցիք, որ Ալեն Սիմոնյանն է սկսել արայով դիմել, ապա հայհոյել, բայց տեսանյութում բարձ երևում է, որ սկզբից Միկա Մարգարյանն է արայով դիմում եւ որին պատասխանում է Ալեն Սիմոնյանը եւ նաեւ Ալեն Սիմոնյանը միջադեպից հետո հայտարարել է, որ ինքը ազգային ժողովի նախագահ լինելուց բացի նաեւ շարքային քաղաքացի է, ով կարող է հայհոյանքին հայհոյանքով պատասխանել։ Բայց ես կցանկանամ այստեղ որպես պաշտոնյայի անդրադառնաք դուք, որպես պաշտոնյա արդյոք վայել եք, որ Ալեն Սիմոնյանը նման վարքագիծ դրսևորել, պատասխաներ հայհոյանքին հայհոյանքով պատասխանել եւ նաեւ նկատենք այն, որ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է իրենք տարբերվեն նրանով, որ վիրավորանքով չեն պատասխանելու այսուհետ։ Էթիկայից եկեք այդ տաբրը չխոսա, այդ քպն չխոսա ընդհանրապես էթիկայից, իրանք ընդհանրապես չեն գիտակցում ով ինչ պաշտոն է զբաղեցնում եւ շատ լավ հարց տվեցիք, այո, ինքը ի պաշտոն է, եթե ինքը այտենց գրագետ լիներ, կոմպետենտ լիներ իր զբաղեցրած պաշտոնում, ինքը նման ձև չէր վարվի, անգամ ձեռքը ջեբը մատ այսենց մատով չէր ցույց տա եւ չէր խոսա Դե որպես հայ տղա, որպես 44 օրյա մասնակից իրան արայով են դիմել, ներ պատասխանել է, ես դա նորմալ եմ գտնում, եթե դու քաղաքացի ես, բարի լիներ, աշխատաժամիցդ հետո իջներ, նորմալ հարաբերություն հաստատեր կամ իջներ միաներ այդ ծնողներին։ Այն մի կին ձեռքը վարդերով, ինչ որ sense փողոցային խոսակցությունով հերախսու ձեռքին այն մի մուտքից է փախնում, սրանք ես կողմից են փախնում եւ Ալեն Սիմոնյան մի հատ մենակը դուրս արի այդ ծնողների առջև, մենակը առանց թիկնազորի, ախր թիկնազորները իրենց բան չի ներկայացնում, իրենք թիկնազոր չեն տեսել։ Եթե նորմալ կոմպետենտ լիներ, ինքը նման ձև վարվելաձև չեր ունենա։ Վարչապետը, որ ասում է վիրավորանքին վիրավորանքով չեն պատասխանել, իրանք ինչ են անում, բերման են ենթարկում մարդկանց եւ կալանավորում են։
Փաստ 2 օր առաջ երկու անչափահաս թե չափահաս չեմ կարող հստակ ասել, երկու զույգ եղբայրներին, որոնք եթե շատ ու շադիր նայեք կադրերը, անգամ թիկնազորն է հրում այդ միջադեպի հետ կապված, թիկնազորն է հրում, որպիսի իրար անցում է լինում, եւ շատ զարմանալի է, որ նույն այն քնիչը, որը այդ տղաներին գլուխները կախ բերման էր ենթարկում, այդ քնիչը հենց եկեղեցիում էր, շատ ինչ որ զուգադիպություն է լինում, իրենք էս են ու երկարան ապագա երկու զինվորի տանեն կալանքի, 2 ամսով տանեն կալանքի, սա աբսուրդ է։ Այսինքն իրանք ցայտնոտի մեջ են, իրանք արդեն վախ փորձում են վախացնեն սենց։ Ժողովրդին փորձում են վախացնել, նայ տեսեք, որ մեկը խոսացիք, մեկը գլուխ բարձացրեցիք, տեսեք ինչ կլինի ձեր հետ, սա դրան է տանում, որ այդ ծնողը վաղը չի դուրս գա իրանց դեմ փողոց, որ կասի լավ իմ երեխեքին տարան կալանքի լռեմ սուսնամ, էս է իրանցը։ Հետո ասում է ազատ երկիր է, ոնց ասես լրագրողներին, եթե ես չլինեմ վարչապետ, ֆայլա բազարում կաշխատեք, ավելավա գնամ ֆայլա բազարում աշխատեմ, կամ թուրքի հետ ապրեմ, կամ թուրքի տակ պարկեմ, ոնց որ իրենք են արել։ Ավելավա դա լինի, իսկ ինչից է վերցրել, որ պետքա եթե իրանք չնեն, ես գնամ ֆայլա բազարում, հակառակը կարող ավելի լավ պաշտոն։ Միջև իրանց գալը ես բավականին խոսքի իմ նաև իմ մասին եմ ասում, բավականին պաշտոն եմ զբաղեցրել, բայց քանի որ չենթարկվեցի նմանատիպին, կոնկրետ ուսուցչուհուն էս պարագայում մի քիչ շեղվեցի խոսակցությունից, չենթարկվեցի, հաստատ ֆայլա բազարում չեմ աշխատում։ Ես իմ մասնագիտություն ունեմ աշխատանքի։ Հիմա ինչ եք ակնկալում Ալեն Սիմոնյանից, քանի որ կոնկրետ Ալեն Սիմոնյանի դեպքն է կապված ձեր կուսակցության հետ, ուստի կխնդրեմ Ալեն Սիմոնյանի բահով ասեք, ինչ ակնկալիքներ ունեք դուք Ալեն Սիմոնյանից, ինչպես հարթել այս իրավիճակը, թե պատրաստվում եք դատարանով լուծել։ Հարթելը մենք չենք պատրաստվում հարթել, որտեղ մեղավորը մենք չենք, որպեսզի մենք հարթենք։ Իհարկե, ըստ իմ տեղեկությունների, ըստ օդում կախված լուրերի, շատ կուսակցությունում իրան շատ փիս են վերաբերվել թեմայի հետ կապված, առավել եւս մեր կուսակցության հետ կապված, քանի որ մեր առաջնորդը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը փորձեցին կապեն, բայց չեն կարող, այո, միայն դատական ացանով պետք է մենք մեր հարցերը կարգավորենք։ Իրենք ո՞նց են անում։ Իրենց պետքա վարվես, որ իրենք հասկանան դա ինչ է։ Գուցե մի օր իրանը կանչեն, բերման ենթարկեն, այտենց քնիչներ այդքան դուխով են, այտենց թող կռացնեն, բերման ենթարկեն, հասկանանք ինչ է լինելու վերջը, որ իրենք է իմանան, որ իրենք անձեռնմխելի չեն, ինչ ուզեն, այնի կարան անեն, այտենց չի։